Մեր հյուրն է այսօր Արամեն, ձեր ծափարությունները։ Քեզ ինձ սիրով արվեմ, ուտական փոյրարն եմ։ Ես ինչ երկար ես։ Միշտ հումորներ անող, նույնիսկ ամենաանհարմար պահին։ Սարը, Բանի խիդաների ժամանակ դες բաներ։ պարտադիր։ Ասում դու գիտես, որ միշտ էլ քոնն եմ եղել։ Ցավոք սրտի բոլոր պրոդյուսերները դժողքում են։ Գիժես այդ։ Շարժը էլ էդի գորալիստը։ Иди ушла быть может от меня. Լավա երկով։ Искать себе другой горячей крови. Գնաս երկիչ դառնաս մենա համեր գնաս Պետերվարի 14-ին։ Գնալ գալով, հալվելու եմ ես։ Ես ինչ էի անում տունդ կռիվ էի գցում։ 1000 կա մոտդ։ Ոչ չկա։ Ես 1000-ով կտանամ քեզ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ասում են մեքենան միայն փոխադրամիջոց է, իսկ մենք ապացուցում ենք, որ դա նաև կարող է լինել երգելու, տժալու ու վայելելու տեղ։ Եթերում է ավտո կարաոկեն։ Այսօրվա իմ հյուրն է մարդ, ում երգերը երբ որ սիրարված են եղել օգնել է եւ երբ որ բաժանվել են օգնել է որ ավելի շատ ցավացնի։ Մարդ ով շատ մեծ հումորի զգացում ունի, իր հասակից էլ ավելի շատ։ Մարդ ում չչարանաս երբեք կոչին ավելի շատ մարդ ա միացել, քան հյուսիսայինի ազատ բաց Wi-Fi-ին։ Կարճ ասած, մարդ ում երգերը համ ուրախացնում են, համ տխրեցնում են, համ հուզում են, համ երջանկացնում են։ Մեր հյուրն է այսօր տաղանդավոր երգիչ, իմ շատ լավ ընկեր Արամեն, ձեր ծափարությունները։ Ողջույն Արամեն ջան, շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես էլ եմ շատ ուրախ եմ քո լավ հաղորդման համար։ Մի քանիս նայել եմ ինքս ու տենց տրամադրությունը քաղաքային, sense հումորային, շատ լավն է։ Երաժշտական ամենակարևորը։ Ես լուրջ եմ ասում, ես մի մատ երեխա էի, երբ որ լսում էի քո երգերը ու անկեղծ շատ սիրել եմ փոքր ժամանակ քո երգերը։ Մեծ ժամանակ էլ, հիմա նոր երգեր ես մի մատ, բայց հաստ մատ ավելի, ես փոքր եմ, եկես այդ բութ մատ։ Վստահ եմ, որ դու նոր ենք ունենալու, ոնց ես, ինչ կա, չկա, պատմի քեզանից տոները ոնց անցավ, ոնց ես ամեն ինչի մեջ հասցնում լիքը նոր բաներ անել, ինչա կատարվում քո կյանքում։ Տոները անցան աշխատանքային, տոները անցան ճանապարհների եւ ելույթների ներքո։ Հիմա պատրաստվում եմ մենահամերգից Փետրվարի 14-ին, եթե կարելի ասեմ, Իհարկե, ես ուզում եի անդրադառնալ։ Համալիրում մեծ դահլիճում շատ մեծ եւ շատ պատասխանատու ինձ համար, բայց նաև շատ հետաքրքիր եւ յուրօրինակ սկզբից մինչև վերջ բեմադրված համերգ, այսինքն ոչ թե երգիչը կանգնում է, երգում է, երաժիշտները նվագում են, այլ ամբողջը բեմադրված, խոսքը, պարը, շարժումները շատ լուրջ ենք մոտեցել եւ բեմը հավաքել ենք ճիշտ մեջտեղում Սառցադաշտի վրա, որպեսզի բոլորին լինի տեսանել։ Ես մի հատ նվեր տամ քեզ, նոր սկսենք էլի, կարելի է, չէ՞։ Մի հատ խնդրում եմ ֆիքսենք այս պահը, որովհետև հարգելի հյուրեր, եթե հաջորդ անգամ դուք կլինեք այստեղ նստած, անպայման նվերով եկեք։ Իրականում ես էի ուզում դա ասեի, արի ինձանից թող սկսվի, սա որպես չելենջ, հա, շարունակենք, ով գալիս է քեզ հյուր, թե ինչ որ մի բան բերի, չգիտեմ, մեքենայի հոտ, խմիչք, ոնց որ ես եմ։ Թանկոտ բաներ, էլի։ Օրինակ սուպերսակոն խոսքա տվել, սպասում ենք նվերը բերի։ Կարա փոխանցի քարտիդ, եթե չի հասցնում։ Տեսեսի, ես գուշակում ես, չէ՞ ինչ, հա։ Սա 50 տարի հնեցմամբ։ Սա չի վաճառվում, այս ունեցողները գիտեն, սա ինչ է, սա շատ ուժեղ բան է։ Նայեք։ Եվ սպիտակ գինի, որը եւս քեզ կարծում եմ անհրաժեշտ է։ Երեկոյան Տոմայի հետ բարիշելու այդ ժամանակ process-ի ժամանակը բացել։ Շատ թող լինի որպես փոքրիկ նվեր քեզ ու ավանդույթ, որ քեզ գան ու նվեր բերեն։ Կլինի։ Հիշես ինչ որ ծիծաղալի դեպք, որ այս վերջերս եղել է ձեր հետ կապված օրինակ։ Պարսկաստանում համերգներից, Թեհրանի համերգներից մեկից հետո բոլորը նկարվեցին, բոլորը շատ գոհ էին եւ արդեն ես հեռանում էի, մի աղջիկ շատ հեռվից գոռաց. «Արամե, չգնաս»։ Ինչքան ինքը մոտիկանում է, այսինքն մեծանում եմ, պատկերացա, չէ՞։ Եկավ, չգնաս, պետք է նկարվեմ ու ասենց որ եկավ կանգնավ տեսավ ինձ մի քիչ վերև նայեց, այս ինչ երկար ես։ Հալվում է, չէ՞ գնալով, ասենց համ գալիս է, համ հալվում է։
Դու էլ մի հատ շատ գեղեցիկ երգ ունես։ Հալվելու եմ։ Ճիշտ է։ Գնանք վայելենք այդ երգերը, համել տեսնենք մեր հալված Երևանի փողոցները։ Գնացինք վայելելու Արամեի երգերը, մի հեռացեք էկրաններից, սիրելի հեռուստադիտողներ։ Տարիները լուրացնում են, բայց քո սերը իմ սրտում է, քեզ սիրում եմ անջիկ արախչի, եւ ուզում եմ լինել քո կյանքում մի հատիկ, թե ասաուն է քո սերը, ուր կորան քո խոստումները, մնացիրտս առանց քեզ հալով, կարոտում եմ սպասում քեզ ամեն տեղ մագարով, գնալ գալով հալվելու եմ, համբույրներդ առնելու եմ, գնալ գալով հալվելու եմ, ես գնալ գալով հալվելու եմ, խենթ ու խելար դառնալու եմ, գնալ գալով հալվելու եմ ես։ Շատ լավ տրամապահով, լուրջ եմ ասում։ Հալվելու եմ, համբույրներդ առնելու եմ, գնալ գալով հալվելու եմ, ես գնալ գալով հալվելու եմ, խենթ ու խելար դառնալու եմ, գնալ գալով հալվելու եմ, համբույրներդ առնելու եմ, գնալ գալով հալվելու եմ, ես գնալ գալով հալվելու եմ, խենթ ու խելար դառնալու եմ, գնալ գալով հալվելու եմ ես։ Բարսելոնա Չարժ է էլի էդի գորալիստը։ Բայց շատ լավ երգ է, լուրջ եմ ասում, Ես հիշում եմ այս տրամադրությունը գրելուց եմ հիշում։ Երաժշտության ու բառերի հեղինակը դու ես։ Այո, էսի հա, այս մեկը հա։ Ոչ շատ լավ է ստացվում կոմոդ։ Երբեմն այո, իդեպ համալիր է, բարև։ Իդեպ համալիրը փետրվարի 14-ին ես սենց ոդկով սիրում բարձրանալու եմ։ Քանի տարի է որ դու այսպես ասած հայկական բեմում ես։ Որ կոնկրետ պրոֆեսիոնալ արտիստ ես։ Հայկական բեմում եմ 20 տարի, 2005 թվականից, 2006-ի սկզբից, ավելի շատ, փետրվար ամսին եմ եկել Հայաստան, ինչ հետաքրքիր է։ Նոր իջեցի։ Փետրվարին եմ եկել առաջինը, շատ շուտով։ Հիմա փետրվարի արի ենթադրենք համերգից լրանում է 20 տարին Հայաստանյան գործունեություն։ Արամեն 20 տարի բեմում։ Դες իրականում 20 տարին այնենց արագ անցել ոչ չա։ Որ ինձ մոտ տպավորությունն է, որ ես դեռ այնքան անելիք ունեմ, որ ես երբ որ եկա Ռոստովից, հա, հայերեն ասած Ռոստովից, այդ ժամանակ, հա, մեծ ասենց ամբիցիաներով ու մեծ սպասելիքներով, որ հեսա, ամենայն անկեղծությամբ մինչև հիմա դա իմ մեջ կա, որ հեսա, այսինքն լիքը բան ունեմ անելու։ Բայց դա շատ լավ է, այդ շատ լավ է, երբեք չդադարես։ Դա շատ ուրախալի է։ Հա։ Դա շատ ուրախալի է, դրա համար մենք որովհետև հիմական արտիստներ, որ երկու երգ հանում են ու իրանց թվում է իրանք ամեն ինչ արել են այս աշխարհում, բայց իրականում ես ցավում եմ, որ դա կարճ կյանքի մասին է, այսինքն կարճ ստեղծագործական կյանքի բնականաբար։ Վտանգավոր բան է իրականում, որովհետև դու միշտ պետք է համարես, որ միշտ անելու բան ունես։ Միշտ անելու բան ունես եւ դեռ կան մարդիկ, ովքեր ում դեռ չես հասցրել քո երաժշտությունը կամ քեզ կամ քո աշխատանքը։ Գնանք վայելելու ամպերից բարձր։ Փորձենք, շատ բարդ երգ է, բայց փորձենք երգենք։ Ես տակից դուս Չէ, դու հաստատ, որովհետեւ դու չես մտածում ոնց երգես ես պետք է ինձանով հայտարարք չլինի։ Չէ, անհնար է։ Գնացինք վայելելու ամպերից բարձր երգ։ Մեր սիրո ճանապարհը սկիզբ ունի, բայց չունի ավարտ։ Հավատա, սիրտս ինչքան տեղ ունի, սեր եմ պահել քո համար։ Թե մի օր այս աշխարհը վերջ ունի, քեզ պիտի ես սիրեմ անվերջ։ Այս կյանքում սիրտս քանի զարկ ունի, քեզ կպահեմ սրտիս մեջ։ Գնացինք։ Քեզ տանեմ ամպերից բարձր, տանեմ հեռու աշխարհից, որ դու ինձ համբուրես քաղցր, անեանամ աշխարհից։ Քեզ տանեմ ամպերից բարձր, տանեմ հեռու աշխարհից, որ դու ինձ համբուրես քաղցր, անեանամ աշխարհից։ Սիրունա, որ դու ինձ համբուրես քաղցր,
անեանամ աշխարհից։ Բրավո, բրավո։ Ինչա պետք մեր քաղաքին, որ ավելի թեթևանա, ավելի հանգիստ լինի երթևեկությունը։ Ես կարող եմ շատ բանալնի բան ասեմ, շատ սթից բան ասեմ եւ շատ կրկնվող, բայց եթե մենք մի քիչ լինենք իրար հանդեպ հարգալից ճանապարհների վրա, առհասարակ չեր խանգարի, բայց զիջող, ընդամենը զիջ ենք։ Մեկ-մեկ ստիպացել են մարդիկա։ Մարդը հիմա գնում է փոքր քաղաք է, ինքը շատ ժամանակ չունի վերադասավորվելու։ Կարող է այտենց մեկ էլ կինը կողքի նստած ասում է, բա պոնչիկ չառանք, մեկ էլ ինքը վայ պոնչիկ ընդեղ էր, չէ՞։ Հա։ Դեպի գնա, Ինչ բարի է, Սարավե, ինչ։ Նայ ոնց է քշում։ Գիժես այ համ։ Չէ, ես բարի չեմ, ես ուղղակի շատ հարգանքով եմ ուզում եմ Գիժես այ համ։ որ բոլորը մեկը մյուսի հանդեպ այդպես դուք ես թվում է ես չեմ քաշում 5 հարգանի կամ 7 հարգանի։ Դու քոնը ոչ մի 16 հարգանի ակոնը։ Ես ռուսերենահայերեն եմ քաշելուց, նես այդ միշտ կա, բայց ամեն դեպքում եթե մենք փորձենք սեփական օրինակով այտենց համ խոսելով, համ անելով ծառայենք, ինձ թվում է մի քանի տարի հետո ամեն ինչ կգնի իր տեղը։ Արամի առաջարկում եմ մի հատ խաղանք։ Դու երաժշտական աշխարհից ես ու ունես շատ լավ ականջ։ Բայց մենք քեզ մի հատ բարդ բան պիտի առաջարկենք, ուրեմն ես դնելու եմ մեր շոու բիզնեսից մարդկանց, երգիչների, ընկերների, ովքեր ունեն լավ սիրված երգեր, որոնք թարս են հնչելու, հակառակ կողմից են հնչելու, դու պիտի գուշակես ում երգն է ու որ երգն է։ Պատրաստ ես։ Իհարկե։ Առաջին երգը վայելելու համար։ Որտեղ չեմ գուշակելու։ Չէ, կգուշակես։ Սա Սիլվանա, շարժում ենք ձեռքերը, հետո հա։ Չեմ հավատում։ Հա թե չէ։ Հեսա դնենք տենանք։ Բրավո, բրավո։ Էրիկն է։ Ոչ։ Արցախցի Ռազնա, որ երգն է։ Իր ամենահայտնի գործերից մեկը։ Բայց բանը չի, չունի աշխարհը քեզ նմանը չի։ Չգիտեմ։ Պատասխանը դուք որոշեք։ Լավ թե դի ուրեմն լինի որ։ Հա, դե տեսնենք, ես չգիտեմ, որտեղ սենց էր ուզում։ Հոնի շամեգանաշի։ Կարա լինի, չէ։ Չունին ելնի ու Չունի աշխարհը քեզ այդ վերջի հետ որ ասում են Okay. Good, what չի գնում։ Հա, what չի գնում, չէ, իսկականից բրավո։ Դու կարես երկիչ դառնաս, մենա ամեն գնաս փետրվարի 14-ին։ Ես եմ երգում։ Բայց կարես մի հատ դու ես երգում, կարես մի հատ մենա ամեն դնես, սենց սա։ Ակառակ երգես։ 100 տարի արա։ Չգիտեմ, տեսնենք։ Բրավո։ Հիմա կմտածեն պայմանավորվել են, բայց չէ, պայմանավորվել խզում։ Ես որտեղից իմացա, այդ պահը, այդ մենակ 100 տարիի մեջ այտենց այդ ինչ որ ես զգում եմ, դա տեղ է։ Չհետաքրքիր է, մլադիец արա։ Լիլիթ Նավանիսյան։ Չէ, բայց շատ լավ կոմպլիմենտ էր դզեց։ Վայ։ Հələ մի քիչ էլ մի հատ։ Գնացինք շարունակում ենք։ Ես հուշում չկա, սրան հուշում չկա։ Ես տղով եմ, ինչ-որ հուշում անեմ։ Ուզում ես մի հատ էլ լսենք։ Հա, բայց լավ, էս աննանա։ Ես ինչ էի դառնում, տունդ կռիվ էի գցում։ Հա, բանը, խոսք են ավելորդ են իրա։ Դե լավ, ես լուրջ է, գնացինք տենանք։ Գիտեմ, հա։ Ինչ հետաքրքիր է, սենց բանը, հարազատ ինչ-որ բան եմ լսում։ Հասկացար։ Բայց ինչ լավ է որ գտա, ես քո տերը քրտնել ես, ու գուշոկի ոնց դե։ Ա դե լավ է։ Արի իբր չեմ գուշակել։ Ով է։ Ինտրիգա է ուզում։ Բայց լավ է։ Կայֆ է։ Եկեք ծափահարենք Արամեին, իսկապես բոլոր երգերը գուշակեցի։ Դե բա։ Արամե ջան, մենք հաստում ենք մեր հաղորդման գործընկեր Գալֆ բենզալցակայան, որտեղ կլիցքավորենք մեր մեքենան,
Գիտեմ, որ դու ես հաճախ օգտվում նրանցից։ Այո։ Ու վստահ եմ նաև գիտես, որ նրանք ունեն 100 տարվա պատմություն ու գործում են 100-ից ավել երկրներում ու միջազգային ստանդարտների բարձրորակ վառելիք են տալիս մեր հայրենակիցներին։ Հիմա կլիցքավորվենք այստեղ, նաև ուզում եմ ասել, որ այստեղ 24/7 հոթ դոգ կա։ Ահա սիրելի ընկերներ, գալֆի հոթ դոգները արդեն մեզ մոտ են։ Ես դες նկարանում չեմ հիշում, որ գնամ նկարվեմ, ընթացքում հաց ուտեմ։ Բայց կցավոտանեմ, բա քոպես մարդուն ոչ տան խմիչքները Հիմա գնամ շորերս փոխեմ, կարանք նորից զրոյից նկարենք։ Հա։ Իզու սիրում ես, օրինակ, սենց ընթացքային ուտել մեքենա։ Հա, ես տանը ոտի վրա եմ կանգնած ուտում, առավոտ իմ նախաճաշը ոտքի վրա է, ես չեմ նստում սեղան։ Աննային էլ եմ սովորացրել, Բայց շատ կուտես։ ինքին ինձ ամեն ձև սովորացրեց, որ մենք սեղան նստենք, ես էլ եմ սիրում ոտի վրա ձերի հետ։ Հա, ամենահամովը դա է։ Դե կենացը Արամեջան։ Բարյախորժակ մեզ դուք եկեք վարել։ Արամեջան, Գալֆ Արմենիան ունի քեզ համար պատրաստած եւս փոքրիկ սիմվոլիկ նվեր։ Ես վստահ եմ դու կարաս սրանից իսկականը ունենաս, բայց ես կարաս տանը դնես ինչ-որ միտեղ, դռները բացվում են, ինքն այնտեղ տակից խոդի անգնում, բա, ասես հավես բանա, Գալֆի կողմից քեզ նվեր, շատ մերսի։ Կամ կտաս տղայիդ, մինչև ինքը աշխատի ինքը իրանը կառնի։ Շատ կուրախանա։ Մերսի։ Ապրեք շատ։ Խնդրեմ, դե գնացի։ Ես ուզում եմ երգենք մի հատ երգ, որը երբ որ դու երգել ես, այդ ժամանակ ավտոները այսքան շատ չէին։ Այո։ Ու դու շատ հետաքրքիր մի տեսահոլովակ ես ունեցել տանիքի վրա։ Ահա։ Ասես որ երկնա դա։ Իմն ես իմ սեր։ Այո, իմն ես իմ սեր, որի ժամանակ ամբողջ հայ ազգը ես հիշում եմ որ բացահայտում էր, որ էսով է այստեղ են, էս ինչ է երկում, էս ինչ լավ է երկում։ Բայց դա իմ երկրորդ տեսահոլովակն էր։ Հա, բայց դա տենց բան է, չէ՞, ասես ֆունդամենտալներից։ Ոնց որ ինքը տենց վառեց են։ Որ ասում են Արամե անկեղծ, առաջի բանը, որ ես հիշում եմ մանկությունից, այդ երգն եմ հիշում, այդ տեսահոլովակը։ Մանկությունից ոնց որ ես բիձալն եմ։ Չէ, ես եմ փոքր, Արամե, ես հիմա երկրորդ դասարան։ Մեծ եմ երևում։ Չէ, դա քեզանից փոքր եմ, բայց չէ, դու լավ ես պահպանվել, տարիները քո կողքով են անցել, քո տակով են անցել։ Հա։ Էպես որ արի վայելենք այդ գործը, համել կպարենք իրար հետ։ Իշնենք պարենք։ Գնացինք իմ հասակակիցների, իմ սերունդի մարդիկ, հիմա գիտեք ոնց կվայելեն այս երգը եւ ոչ միայն իմ հասակակիցները։ Գրեք որ Պոնչի ինձանից լավ է երգում, անպայման գրեք։ Դες ինչքան են գրելու։ Հա։ Թույն, դե տեսեք։ Բայց սմայլի կդնեք խնդալու։ Հա, վատ բան չգերեք։ Բան ջան, երկել է կոնը չի։ Իձին Քեզ ինձ սիրով արվեմ ու տակամ փույր առնեմ ամբողջ այնով ասեմ սիրում եմ քեզ որ դու սիրուց ավես ու ինձ անվերջ ասես դու իմն ես իմ սեր Քեզ ինձ սիրով արվեմ ու տակամ փույր առնեմ ամբողջ այնով ասեմ սիրում եմ քեզ սիրուց ավես ու ինձ անվերջ ասես դու իմն ես իմ սեր իմ անուր շուանգին սիրում եմ ես քեզ Գիտեք համերգին ես երկը լինելու է Այ լուրջ ես ասում մերում եմ ես երկը Երեք չորս Էսեր? Դսի Բոմբա Կլաս Քեզ իմ սիրով պարվեմ ու տակամ փույր առնեմ ամբողջ այնով ասեմ սիրում եմ քեզ որ դու սիրուց ալվես ու ինձ անվերջ ասես դու իմն ես իմ սեր Քեզ իմ սիրով պարվեմ ու տակամ փույր առնեմ ամբողջ այնով ասեմ սիրում եմ քեզ որ դու սիրուց ալվես ու ինձ անվերջ ասես դու իմն ես իմ սեր Իմ սիրով պարվեմ ու տակամ փույր առնեմ ամբողջ այնով ասեմ սիրում եմ քեզ որ դու սիրուց ալվես ու ինձ անվերջ ասես դու իմն ես իմ սեր իմ անուշ ու անգին սիրում եմ ես քեզ Ինչ լավ երգ
Արամե ջան, մենք մեր հաղորդման մեջ ունենք մի խաղ, որը կոչվում է Շտով Չորնը Միաշիկե։ Խաղում ենք Երևան Մոբայլի հետ, որը տեխնոլոգիաների աշխարհում շատ հայտնի անուն է, առաջարկում է օրիգինալ սմարթֆոններ, կենցաղային տեխնիկա, լավագույն գներով։ Ես քեզ կտամ հարցեր ու դու պիտի գուշակես ինչը այնտեղ գտնվում։ Եթե գուշակես, կտանք քեզ նվեր։ Հիմա մի կպիր, խնդրում եմ։ Կտանք քեզ նվեր։ Շատ լուրջ բան է։ Շատ լուրջ բանից 2 հատ։ Նուրբ բան է։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ ուշադիր եղեք, որովհետև վերջում ձեզ սպասվում է մի հետաքրքիր անակնկալ, որը կապված է հենց Սևարկղի հետ։ Իսկ հիմա գնացինք հարցերը։ Սա մի բան է, որ 2 հոգով է հաճելի։ Ստի պատասխանես։ Վավ։ Սուրճ։ Ոչ։ Սխալ բան եմ խոսում, հա։ Չէ, կարող լիներ սուրճ, բայց սուրճ չի։ Տես, այնպիսի բան է, որ օրինակ, որ ես ունենամ օրինակ, բայց չհասցնեմ, կտամ մորքուրին, մորքուրը կարա տա հորքուրին, հորքուրը կտա իր թորանը 2 հոգով։ Ինչա։ Խաղա ինչ որ։ Ոչ։ Սա այնպիսի բան է, որ մարդիկ դրա համար հերթ են կանգնում։ iPhone-ա։ iPhone-ի համար չեն երթեն։ Չէ, iPhone չի։ Օրինակ եթե սա ինձ նվիրեն, ես օրինակ իներներա։ կնոջս հետ կգամ։ Տոմսա։ Ինչ տոմսա։ Թատրոնի տոմսա։ Չէ։ Արա վիտամինի տոմսա։ Չէ։ Համերգի տոմսա։ Հա։ Իմ համերգի տոմսա։ Հա։ Ոչ։ Իհարկե։ Տես։ Ձեզ որտեղից իմ համերգի տոմսը։ 2 տոմսա Արամեի մենա համերգի, որը կանալու է փետրվարի 14-ին մարզահամերգային համալիրում։ Դեռ տոմսեր մնացել են, շտապ եք գնել, բայց երևի 2 տոմս կա այստեղ, սիրելի ընկերներ, որը ես մեծ սիրով կնվիրեմ մեր հավատարիմ հեռուստադիտողներին։ Ես եւ Արամեն կնվիրենք։ Այո, սիրով։ Բայց ոնց պիտի նվիրենք։ Ուրեմն դուք պետքա մեր Instagram-յան Really IS Really տակ մեկնաբանություն պետք է գրեք ու պետք է գրեք թե ինչու է հատկապես ձեզ պետք է 2 տոմսը։ Պատահականության սկզբունքով շահելու է ինչ-որ մի մարդ ու ինչքան շատ գրի նույն մարդը կարող է գլիք, ամեն մարդ կարող է գրի 20,000 հատ մեկնաբանություն, բայց օրիգինալ թե ինչու է իրեն պետք է այս տոմսերը ու պատահականության սկզբունքով մենք կնվիրենք այս 2 տոմսը այդ մասնակիցներից որևիցե մեկին, այնպես որ շտապեք մասնակցել Արամեի մենահամերգին, որը կայանալու է փետրվարի 14-ին։ Հավես է, չէ։ Շատ։ Ինչ անում ենք, ձեր համար ենք անում Արամեն։ Շնորհակալ եմ։ Արամեն ունի նոր երգ, որը արդեն լույս աշխարհ է եկել։ Առաջարկում եմ այդ երգը երգենք, ովքեր դեռ չեն հասցրել լսել կամ միասին երգել մեզ հետ, հիմա իսկական ժամանակն է։ Երգենք։ Սիրո։ Այսօր խմում ենք մենք մինչ առավոտ Ամեն ինչ ես բանական է ողջ Ես ինչ հավես գործը։ Բաց հոգին քո բաց Ով էլ գնաց թքած Բաց քո սիրտը բաց Կյանքը մեզ տրված Սիրունա։ Ասումա դու գիտես որ միշտ էլ քոնն եմ եղել Քո հետ հանքս կիսել ու քո հետավորը եմ ես էլ Լցնում ենք բաժակները Դու էր աշխարհի տերը Էլ ոնց գտնեմ քո տեղը Դու իմ օգու ընկերը Լցնում ենք բաժակները Դու էր աշխարհի տերը Էլ ոնց գտնեմ քո տեղը Դու իմ օգու ընկերը Մեծ հույսեր ենք կապում այս երգի հետ եւ հույս ունենք, որ ինքը լավ տարածում կստանա։ Անհնար է տարածում չստանա, որովհետև նախ այս ռիթմերը մեզ մոտ է, օրինակ ես սիրում եմ այս իսպանական ռիթմը, Հա, ինքը գրված էր ավելի շատ այտենց օրեո sense վիճակի մեջ, մենք մի քիչ փորձեցինք համեմենք մեր հայկական գոնե տա որ մի քիչ մեզ Ինքը sense հետաքրքիր ինքը լրիվ իսպանական չի։ Հա, իսպանահայկական է։ Իսպանահայկական է, բայց հայկականն էլ լավ հայկականն է, էլի, այսինքն այն հայկականը չի, որ հիմա որ հայկական չի դարել հայկականը։ Չէ, շատ սիրուն գործեր, ես իսկապես չէի լսել ու մերսի որ պրեմիերա արեցինք իմ հաղորդման մեջ։ Արամե ջան, մենք մեր հաղորդման գործընկերքի Արմենիայի կողմից ունենք քեզ համար նվեր, տալիս ենք մեր պատվավոր հյուրերին, ուրեմն այստեղ դրված է մի գեղեցիկ քարտ, որի վրա կա 1 միլիոն դրամ
Եթե դու կորոշես Kia-ից մեքենա գնել, այդ 1 միլիոնը կարող ես օգտագործել ու գնից դուրս հանել այդ 1 միլիոնը։ Ես մտածի քարտովա խոտ եմ գնում մեքենան։ Շատ հնարավոր է տենց լինի։ Վիրեք ինձ։ Դե ինչ, այստեղ էլ կասես բլոկնոտներ, բաներ, այնպես որ կարող ես Շատ Արմենիային։ Շատ մերսի։ Շատ հաճելի եւ պետքական նվերներ։ Հավես չէ։ Հա, շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, Kia Armenian ունի նաև ձեզ համար անակնկալ, մինչև փետրվարի 15-ը գնիր Kia մեքենա եւ օգտագործիր ավտոկարաոկե պրոմոկոդը ու կունենաս բազում անակնկալներ։ Արամե, առաջարկում եմ խաղանք եւս մեկ խաղ, ուրեմն ես քեզ ասում եմ արտահայտություններ, դու դիմացը դնում ես հայ երգիչ-երգչուհիների անուններ, ումը որ կցանկանաս, այսինքն ես կասեմ արտահայտություն, դու կորոշես ում անունը ասես դրանից հետո։ Կուզես խաղանք տենց։ Դա։ Գնացինք։ Պատրաստ ես, կոչվում է ամենա այս խաղը։ Գնացինք։ Ամենաջիգարովը։ Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան, ամենաուտող խմողը։ Երևի բոլորը։ Բոլոր երկիչները ուտող խմող են, ճիշտ է։ Բայց ինչ որ անուն կա որ սենց։ Թաթուլը, գնացինք։ Ամենաշատ ցրողը։ Ցրողը։ Հա։ Եվեր զանգում ես, հեսա կզանգեմ։ Ես քեզ մի բան ասեմ, Հայկոներ։ Ահա։ Հայկոն ամեն անգամ որ տեսնում եմ, չենք տենում, դե դավայ մեծ զանգում ենք տենանք, բայց երբեք չենք զանգում։ Եթե կարելի է, էլի։ Իհարկե կարելի է, միշտ կարելի է Հայկոին հիշել եւ շատ ցանկալի է, իսկապես։ Հետաքրքիր էր ամենացրողը Հայկոնը։ Գնացինք։ Ամենաուշացողը։ Բոլորը, բացի ինձանից։ Լուրջ ճիշտ ասում, որովհետև մենք իրան ասել ենք շահում մեկին նկարահանմանս եկել է, հենց մեկին 1 պակա, 4 պակա ստեղ եղել, ճիշտ ասում, ամենաչուշացողը։ Ուշացողով, լավ։ Ամենաուշացողը։ Շուշան Պետրոսյանը։ Չէ, լուրջ։ Ասեմ ինչու, կարամ ասեմ ինչու։ Մի անգամ տեսալովակ էինք նկարում խմբակային, առավոտ 10-ին սյոմկեներ, ինքը երեկոյան 5-ին նոր եկավ։ Շատ ուշացող է։ Միշտ հումորներ անող, նույնիսկ ամենաանհարմար պահին, ամենաանհարմար տեղում։ Սարոն։ Հա։ Օրինակ դες բանի խիդաների ժամանակ բան, դες բաներ ասում։ Պարտադիր։ Ինքը հերրու կանգնես ամեն դեպքում, որտեղ ինչ ճիշտն է։ Ինքը երկիչ հումորիստ է։ Ահա, համաձայն եմ։ Միշտ քաղցած, որ միշտ ասում է արի գնանք հաց ուտենք։ Այդ ես էի մի 15 տարի առաջ։ Լուրջ։ Հա, բայց հիմա տենց ավելի զուսպ եմ, միշտ հացա ուզում ուտի։ Չգիտեմ։ Չկա։ Բոլորը միշտ ժամանակին հացն են։ Լավ, գնացինք, ամենամոռացկոտ։ Եվ բան ասում ու չկա կորա մոռացա։ Ռազնա։ Ռազը։ Ռազնա, որովհետև հայտնի պատմություն վերջերս պատմեցի, որ ինքը նույնիսկ չգիտեր ուր էր թռնում։ Բորշի ախորժակեր պահ է, որ Ուկրաինայում ուտի, բայց մենք պիտի էինք թռնում։ Ամենախաղաղության աղավնի։ Երևի ավելի շատ մեծ սերունդից կլինի, որովհետև մեզանից մեծ, հա։ Հա։ Թաթան թող լինի, որովհետև Թաթան ինքը իրանով շատ բարի է, շատ հանգիստ է, հանդարտ է։ Եթե երկու իրար մեջ փոքրիկ կոնֆլիկտ ունեն, Թաթան ամեն ինչ կանի որ հարթվի։ Այտենց կարող է չէ, բայց Թաթայի հետ ամեն դեպքում ուզեն ասել չես կարա ինչ որ իր նույնիսկ ներկայությամբ ինչ որ անհամբան հաստատ չի լինի, որովհետև ինքը հենց շատ հանգիստ, շատ հավասարակշռված հրաշալի է։ Ամենաբամբասկոտ, բայց լավ իմաստով, որ միշտ հանդիպելիս նորություններ ես իմանում իրենից։ Բամբասկոտը խնդրում եմ շակերտների մեջ պատկերացնել, էլի։ Եվ որ միշտ ասում եմ չիմացար։ Թող լինի էլի հումորիստ։ Էլի հումորիստ։ Սարան։ Այսինքն միշտ նորություններ։ Երևի հա, երևի չէ։ Իսկ այս խաղը քեզ հետաքրքիր էր։ Շատ։ Այս մնաց պատմության մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ 2000-ականներին, 90-ականներին երգ կա կամ երգիչ կա, ում sense որ հիշում որ այդ թվերն եմ ասում ինքն է մտքիդ գալիս։ Օրինակ ով կա։ Լսի շատ կան, հա, շատ կան, նու, հա, մի քանիսն են երևի, չասեմ շատ կան, որ իմ պատանեկության երգիչներն են, չհաշված իհարկե ռուսական էստրադան, որը ուզեի իմ երգացանկում եւ իմ գլխում կար, որտեղ ես Ռուսաստանում մեծացա։ Օրինակ շատ էի լսում Բոկային, շատ էի լսում Զախարութին, Թաթայի երգերն էի շատ լսում ավելի ուշ։ Կուզես Բոկայից երգել։ Նույնն է երգում։ Հա, կարան, գիտես ինչի, որտեվ ես լավ հիշում եմ, պապաս այդ ժամանակ 06 ուներ, 95 թվականներ, եւ այնտեղ կարծես մագնիտոֆոն, չէ, հասկացար, հին մագնիտոֆոններից կասետով, եւ երբ որ ինքը գալիս էր տուն, ես բանալիները վերցնում, նստում էի մեքենայի մեջ, միացնում էի Բոկայի երգերը եւ բարձր, այսպես երգում էի, այո, ու ես այդ ժամանակ 13 տարեկան էի։
Դրա համար այսօր կարանք իր երկերից մեկը երկենք։ Դες իսկական նոստալժիկ կլինի։ Գնանք բոկա երկելու մեծ սիրով։ Поверь же, наконец, ты мне поверь, что каждый зверь по-своему мятежен, и даже самый настоящий зверь порой бывает мил и даже нежен. Поверь же, наконец, ты мне поверь, что каждый зверь по-своему мятежен, и даже самый настоящий зверь порой бывает тих и даже нежен. И ты ушла, быть может, от меня, искать себе другой горячей крови. Мне все равно, но я люблю тебя. Твои глаза и сдвинутые брови. И ты ушла, быть может, от меня, искать себе другой горячей крови. Мне все равно, но я люблю тебя. Твои глаза и сдвинутые брови. Ես գիտեմ, որ դու շատ ես ճանապարհորդում, համ գործի բերումով, համ հանգստանալու ձեր նկարները շատ հաճախ տեսնում ենք ծովի ափին եւ այլն ընտանիքով, բան, ասես բարի նախանձով նայում ենք, տասված միշտ տենց ճամփորդ եք Արամե ջան, բայց ես քեզ ուզում եմ մի լավ քարտ տալ Արցախ բանկի կողմից պրեմիում դասի Mastercard Travel World-ը, որը քեզ կօգնի լիքը լավ բաներից օգտվել օդանավակայաններում, լաունջների, fast track-երից եւ այլն, ցենց պահել են որ թվերը չերևա, այս քարտը քեզ, թող քեզ լավ ճանապարհորդություններ բերի։ Մերսի շատ, շնորհակալություն, շատ պետքական է։ Հա? Դուզես։ Ուրախանում ենք, որ մեր հյուրերը ուրախանում են։ Դե ինքը ինձ էր բան բերել, ոնց որ ես էլ իրեն տալեցի։ Եթե դուք հաճախ ճանապարհորդում եք կամ լինում եք պարզապես տարբեր երկրներում, մեր հաղորդման գործընկեր Արցախ բանկը ունի նոր պրեմիում դասի Mastercard Travel World քարտը, որը ձեզ կտա լավ հնարավորություններ։ Առաջինը լաունջի ծրագիրը, որով դուք եւ ձեր հյուրերը կարող եք տարվա մեջ մինչեւ 6 անգամ անվճար օգտվել աշխարհի 1500-ից ավել օդանավակայանների բարձրակարգ բիզնես սրահներից։ Երկրորդը Mastercard Concierge ծառայությունը, որը ամեն օր օրը 24 ժամ քո անձնական օգնականն է աշխարհի բոլոր կետերում։ Երրորդը Fast Track ծառայությունը, այսինքն մուտք առանց հերթերի մինչեւ 6 անգամ անվճար թե քո ուղեկիցների համար։ Եվ չորրորդը Global Data Roaming-ն է, տարեկան 1 GB անվճար ինտերնետ աշխարհի 200-ից ավել երկրներում եւ 15% զեղչ ռոմինգի ընթացքում։ Դե ինչ, աշխարհը քեզ է սպասում։ Ինչ անենք, միած սերը գալիսն էլ երկենք, հետո արդեն խմիչքը բացում ենք ու գնաց։ Արդեն իրար մասին ավելի շատ բան կիմանանք։ Ես քեզ սիրեմ, ինձ մոռանալով, քո կարոտին միշտ իմանալով լավ։ Սիրեմ քեզ շատ, ես քեզ սիրեմ, ինձ մոռանալով ու քո սրտից լուր գողանալով սեր, քեզ սիրեմ շատ։ Չեմ խոստանում քեզ անգին զարդեր, բայց քո համար միլիոն վարդեր լուր քարեմ հատ-հատ դեպի նոր կյանք մեր ճամփան հարթեմ, երբ դու չկայր իմ կյանքը բարդել քեզ սիրում եմ շատ։ Չգիտեմ սրտիս հետ ինչ ես անում, քեզանից դեպի ինձ քամու պես սեր է գալիս, սեր է գալիս։ Ինձ ասա սրտիս հետ ինչ ես անում, ուր գնամ, ուր լինեմ, ես էլի քեզ եմ գալիս, քեզ եմ գալիս։ Արամե ջան, մեր հաղորդումը գրեթե մոտեցել է ավարտին, դու այստեղից ուր ես գնում, ինձ հետաքրքիր է։ Ես ունեմ փորձ Ամարաս պարային համույթում, Վիկայի մոտ։ Իսկ ոնց ես գնալու։ Եթե հիմա այստեղ ինձ թվես, ստիպված եմ լինելու տաքսիով գնամ։ 1000 կա մոտդ։ Հավես չկա։ Դոլար։ Հավես չկա։ Ես 1000-ով կտանեմ քեզ։ Համել կսովորեմ ձեր հետ ինչ-որ մի բան։ Բայց պետք է որտեղ նստեմ, պատմեմ, որ դու ինձ 1000-ով տարել ես Վիկայի մոտ։ Ինձ դա շատ պետք է։ Որ ասում էին, բան բասում են, չէի հավատում, արի լավ գնացինք։ Արի, նայ, արի։ Դասեմ կանես իմ հետ։ Հա, սենց իջնելով։ Հա։ Սենց արա, սենց։ 3, 4
Սոտա, ինչքա էտա։ Արամեջան, իսկ այդ մենահամերգի դեմ բայլա երկի մեջի պարավելնելու, հա։ Չէ։ Յանա մի քիչ շատ է մեծացել։ Չի հասկանում ինչա խոսում, ինչ պետք է անի։ Տանել չեմ կարող ապել, տանել չեմ կարող իր հետ։ Պարավը մեծացել է։ Դե կտեսնեք փետրվարի 14-ին այդ պարավը ինչա անելու։